Օգոստոսի 4-ին ներքին գործերի նախարարության փրկարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկիին եւ Հայաստանում JICA-ի խորհրդատու Ռուզան Խոջիկյանին։ Արամ Ղազարյանը կարևորել է JICA-ի հետ արդյունավետ համագործակցությունը, նշելով, որ գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը նշանակալի ներդրում են ունեցել փրկարծառայության տեխնիկական վերազինման, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման եւ աղետների ռիսկի կառավարման համակարգի կատարելագործման գործում։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկին շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար գոհունակությամբ արձանագրել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ճապոնիայի բազմամյա փորձը։ Քննարկվել են փրկարծառայության տեխնիկական համալրման, աղետների ռիսկի նվազեցման, Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Կողմերը վերահաստատել են գործընկերությունն առավել ամրապնդելու եւ թիրախային ուղղություններով համատեղ նախաձեռնությունները շարունակելու պատրաստակամությունը։